Դու հարյար մեռելոց, արդ կենթանի ես դու, մեռելների միջից փառքով ես հարել, քանդել ես ամեն քարեղեն պատնեշ երկինք ես հարել փրկելու դու ես, աշխարհում չեղած ու անկրկնելի մահով մահացար, գերեզման չունես, մահվան պատանքում երորյա քնից արթնացար հավետ, որ լույս տաստում ես, մեռելների մեջ ողջին մի փնտրեք, ես կենթանի եմ, հավերժ կենթանի, այսօր ու վաղը միշտ ու հավիտյան ձեզ հետ կլինեմ, մինչ վերջն աշխարհի, իմ սուրբ հարությամբ էլ հարուցվեք ինձ հետ, Գողգոթա եկեք խաչվելու ինձ հետ, ամենայն նորոր խաչիս բարձրացեք, զորություն առեք, կյանք գտեք ու սեր, ամենանվեր ու միակ փառավոր իմ սուրբ հարությամբ հաղթանակեցի, գնելով աշխարհը մեղքի ճահճուտից հավիտենապես սրբագործեցի, համայն աշխարհին ավետիս լինի, քաջասիրտ եղեք, հարյավ ձեր Տերը, մի լարդունով կին կենթանի եմ ես, սրբել եմ ընդմիշտ ես քո արցունքը, ու եթե վաղը քեզ մի սուկ պատի, հոգիդ որոշի մահեր գսիրել, անհապաղ վազիր դեպի Գողգոթա ես վճարել եմ պարտքերդ ամեն, ու եթե մի օր էլ մատդ փուշ մտնի ու այդ ծակոցը թվա խոցոտել, չթողնես ամպը կուտակվի հոգուդ, Հիսուսը վճարել է պարտքերդ ամեն։ Ամեն, օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառահեղ հարությունը, սիրելիներս, բոլոր իմ սիրելի եղբայրների եւ քույրերին այս հրաշալի մաղթանքով ուզում եմ սկսենք ողջունելով Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Եվս մեկ անգամ կարող ենք ասել Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Հալելույա, քո ծափահարությունները բարձրացրու եւ օրհնիր։ Հալելույա։ Այսպես է ասում Տիրոջ խոսքը, առաքյալ այսպես է ասում, բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից առավել, քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զորության չափով, որ մեզանում ներգործում է, նրան լինի փառք եկեղեցում, որ Քրիստոս Հիսուսին ամեն դարերում է հավիտյանս հավիտենից։ Ամեն, հալելույա։ Բարձրացրու քո ծափահարությունները, բարձրացրու քո փառաբանությունը։ Դու նրան ամբողջ փառաբանությունը, ավելի համարձակ, ավելի զորավոր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ մեռելներից, եւ այսօր ես ու դու նրա հարության արդյունքն ենք, նրա պտուղն ենք։ Ամեն։ Եկեք միասին մի հրաշալի փառաբանությամբ օրհնենք Թագավորին։ Միասին երգենք Դավթի արմատից Հուդայի առյուծը հաղթել է չարին։ Ամեն։ Միասին օրհնենք։ Դավթի արմատից Հուդայի առյուծը հաղթել է չարին, հաղթել զորությունը մահվան, որ տիրում էր այս աշխարհին։ Դավթի արմատից Հուդայի առյուծը հաղթել է չարին, հաղթել զորությունը մահվան, որ տիրում էր այս աշխարհին։ Նա է կյանքն ու հարությունը, Սեր ու սրբությունը, հիմա դու մարգարարած, որ կանգնած ես նրա դիմաց, աղաղակիր նրան, թող քո բարի ձեռքին զորվի, պահպանի, զորացնի, հաստատի, թող քո բարի ձեռքին զորվի, Աստվածի, թող քո բարի ձեռքին զորվի, պահպանի, զորացնի, հաստատի, թող քո բարի ձեռքին զորվի, Աստվածի։ Նա պահում է իր ձեռքում, նա պահում է իր ձեռքում, բանալիները մահվան դժոխքին, մեր ծուխ պիտի ծռվի ամեն լեզու Հիսուս Տեր է դավանի։ Նա պահում է իր ձեռքում, բանալիները մահվան դժոխքին, մեր ծուխ պիտի ծռվի ամեն լեզու Հիսուս Տեր է դավանի։ Միասին նա է կյանքն ու հարությունը, հավերսել ու սրբությունը, հիմա դու մարգարար
որ կանգնած ես նա դիմաց ախարակի վրա թող քո ձեռքին ծովի պահպանի զորացնի հաստատի թող քո ձեռքին ծովի Աստվածի թող քո ձեռքին ծովի պահպանի զորացնի հաստատի թող քո ձեռքին ծովի Աստվածի միասին մեր ծափերով Iisus փոխության արժանես, Փառքի օրհնության արժանես, Քեզ հավետ փառք ու պատիվ Քրիստոս Iisus փոխության արժանես, Փառքի օրհնության արժանես, Քեզ հավետ փառք ու պատիվ Քրիստոս Օրհնյալ ես արժանի ես, Փառքի արժանի ես գողքի և կրպագության օրհնյալ ես հզոր Աստված ձեռքերիդ մեջ կյանքը մեր երգում բարում ուրախանում երգում ենք սուրբ է Տերը մեր օրհնյալ ես արժանի ես Փառքի փառաբանության օրհնյալ ես արժանի ես Օրհնյալ ես հզոր Աստված ձեռքերիդ մեջ կյանքը մեր ցնցում բարում ուրախանում երգում ենք սուրբ է Տերը մեր թող քո բարի ձեռքին ծովի պահպանի զորացնի հաստատի թող քո բարի ձեռքին ծովի Աստվածի թող քո բարի ձեռքին Նրա բարություն, նրա բարության ձեռքը թող օգնին դու քեզ միասին օրհնենք Տիրոջը թող քո բարի ձեռքին ծովի պահպանի զորացնի հաստատի թող քո բարի ձեռքին ծովի Աստվածի թող քո բարի ձեռքին ծովի Աստվածի միասին նորից ասենք թող քո բարի ձեռքին Հալելույա Այսպես թող նրա ձեռքը օրհնի մեզ ինչ որ մեկին դարձիր ասա Քրիստոս հարյավի մեռելոց թող նրա բարության, նրա օրհնյալ, նրա կյանքի ձեռքը հպվի քեզ թող բժշկի քեզ, օրհնի քեզ Հալելույա Փառք լինի Հիսուսին Փրկության դուռը բաց է ինձ եւ քեզ համար սիրելներ Մինչ օրս բոլոր ժամանակների մեջ ամենաերկար բացված դուռը համարվում է Տեր Հիսուսը ինքը անձամբ Այն օրվանից, երբ որ նա խաչի վրա բարձրացավ եւ մահացավ ինձ ու քեզ համար, այդ ժամանակվանից դուռը բաց է դեպի նա գնալու եւ երանի նրանց, ովքեր որ կարողանան ներս մտնեն եւ օրհնություն գտնեն։ Հալելույա։ Դու պատրաստ ես այդ բաց դռանը, այդ հրաշալի Հիսուսին, որ ասեց ես եմ դուռը, կարող ես փառաբանել, տալ նրան լավագույն ծափահարությունը, ասել նրան լավագույն խոսքերը, որովհետև նա արժանի է։ Հալելույա։ Միասին ասենք, փրկության դուռ է բացվում, Աստված ժողովուրդ է մաքրում, Էմանուելն է քայլում, Հիսուս Քրիստոս, մեղքի իշխանության նվեր,
ենք Քրիստոսի մեջ հայ մենք ես փառքավեր դու փրկիչ Քրիստոս արյա հաղթանակներս է կայնում Քրիստոս արյա խավարի գործերն ենք մենք անդում Քրիստոս արյա շուտով կգա Քրիստոս հաղթեց հաղթանակներս է կայնում Քրիստոս հաղթեց խավարի գործերն ենք մենք անդում Քրիստոս Աստված պահապան է ընդմիշտ Պատրաստիր ենք անչողների Միայն թե դու նրան կանչես հաղթական ես Որ դու խավարից հրաժարվես Իմ մեզ հավատքի զենքերով խավարին հաղթես Քրիստոս արյա մենք ծափերով միասին հաղթանակներս է կայնում Քրիստոս արյա խավարի գործերն ենք մենք անդում Քրիստոս արյա շուտով կգա Քրիստոս հաղթեց հաղթանակներս է կայնում Քրիստոս հաղթեց խավարի գործերն ենք մենք անդում Քրիստոս Հոգին է խոսում սթափիր Հոգին ու խոսում սթափիր Չարին ծառայել հրաժարվիր Հոգի ժամանակ նշտապիր Արտություն է Կանգնի Աստծո ժողովում Այլիր հավատքով հաստատում Միշտ հաստատվիր Հիսուսով Արտություն է Քրիստոս արյա հաղթանակներս է կայնում Քրիստոս արյա խավարի գործերն ենք մենք անդում Քրիստոս արյա շուտով կգա Քրիստոս հաղթեց հաղթանակներս է կայնում Քրիստոս հաղթեց խավարի գործերն ենք մենք անդում Քրիստոս հաղթեց շուտով միասին բոլոր դահլիճը մեծ ծափերով Քրիստոս արյա հաղթանակներս է կայնում Քրիստոս արյա խավարի գործերն ենք մենք անդում Քրիստոս արյա շուտով կգա Քրիստոս հաղթեց հաղթանակներս է կայնում Քրիստոս հաղթեց խավարի գործերն ենք մենք անդում Քրիստոս հաղթեց շուտով կգա Քրիստոս արյա Հալելույա Այդ հարուցյալ Հիսուսին լավագույն պաշտամունք արժե տալ ամեն Օրհնյալ լինի նրա սուրբ հիասքանչ անունը սիրելներս Եթե չեք հասցրել որևէ մեկին այս բարի լուրը հասցնել այսօր առավոտվանից սա ճիշտ ժամանակն է Ես վստահ եմ որ շատերը միացան մեզ որոնց դուք դեռ չեք տեսել կարող եք շրջվել նայել հեռվից հեռուել ողջունեք եւ Տեր Հիսուսի հարության զորությունը եւ նրա հարության վկայությունը բաժնեկցեք միմյանց հետ Լավագույն բան ասա, ինչ որ կա սրտիդ մեջ ասելու քո քրոջը, քո եղբորը, կարող ես հիմա փոխանցել իրան։ Ասա նրան Տեր Հիսուսի հարության զորությամբ, ասա նրան ինչ որ քո սրտի մեջ է եւ կարող ես նստել եւ մենք հիմա կլսենք հայտարարությունները սիրելներ։ Հիսուս կյանքին
Տիրոջը այս հրաշալի օրվա համար, այսօր մեզ բոլորիս համար շատ կարևոր օր է, այսօր Տիրոջ հարությամբ մեզ հաղթանակ պարգևեց Տերը, նա հաղթանակ պարգևեց մեզ մահվան վրա, գերեզմանի վրա և չարի վրա, և նույն հոգին, որ բնակվում է մեր մեջ, մեկ օր մեր մահկանացու մարմինները կկենդանացնի և հարություն կպարգևի, ամեն, սիրելիներ կխնդրեմ, որպեսզի մեր սրտերը պատրաստենք, մեր ընծաներով, տասաներորդով բերենք Տիրոջ ոտքերի առաջ, միշտ կկատարենք մեր զոհաբերությունը, ուզում եմ մի քանի համար կարդալ Աստծո խոսքից և Հիսուսի խոսքերով եմ ուզում սկսել, Տեր Հիսուսի խոսքերը, որ ինքն ասաց, ավելի երանելի է տալը, քան ստանալը, ամեն, գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ երկրի ամբողջ տասանորդը հողի բերքից, ծառի պտուղներից Տիրոջն է պատկանում, դա սուրբ է Տիրոջ համար, սիրելիներ, իմ հորդորը սա յուրաքանչյուրիս, ինձնից սկսած, որպեսզի հավատարմությամբ լինենք և սրբությամբ մոտիկանանք մեր տասանորդներին և մեր ընծաներին, ամեն, Մաղաքիա 3:10 պետք է կարդանք, ամբողջ տասանորդը գանձատուն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձեք, ասում է զորքերի Տերը, թե արդյոք ձեզ համար չեմ բացելու երկնքի պատուհանները և օրհնությամբ հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի, սիրելիներ, միակ տեղն է, որ Տերը ասում է փորձեք ինձ, բայց մենք Աստծո որդիներ լինելով մենք չենք փորձում, այլ կատարում ենք սիրով և հավատարմությամբ և հոժար կամքով, ամեն, և վերջում ուզում եմ կարդալ 2 Կորինթացիների 9-րդ գլուխ 6-9 համարները և հետո կաղոթենք։ Բայց այս ասեմ, թե խնայելով սերմանողը խնայելով էլ կհնձի, իսկ առատությամբ սերմանողը առատությամբ կհնձի։ Ամեն մեկը, ինչպես սրտով հոժար է, թող այնպես տա, ոչ թե խոնարհաբար կամ հարկադրաբար, քանի որ Աստված սիրում է ուրախությամբ տվողին, և Աստված կարող է ամեն շնորհ առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ ամեն ինչ բավարար չափով ունենալով, ամենայն բարի գործելով առատանաք, ինչպես գրված է, սփռեց, աղքատներին տվեց, նրա արդարությունը կմնա հավիտյան։ Ինչպես նշվեց այստեղ, որ Տերը սիրում է ուրախությամբ տվողին։ Սիրելիներ, եկեք մեր ընծաներով, տասանորդով գանք Տիրոջ ոտքերի առաջ, կարող ենք հիմա անել։ Աստված օրհնի ձեզ։ Այս հրաշալի օրվա համար, օրհնյալ լինի քո սուրբ հարությունը Տեր, փառք ենք տալիս քեզ, օրհնում և մեծարում ենք քեզ Տեր ջան, հայր շնորհակալ ենք և գիտակցում ենք Տեր, այն ամենը ինչ որ ունենք, քեզանից է Տեր ջան, դու ես մեր մատակարարիչը, դու ես մեզ տալիս ամեն բան Տեր, և ամեն բան ինչ որ ունենք քեզ է պատկանում հայր ջան, հայր իմ աղոթքը սա այսօր, որ յուրահատուկ հպումդ լինի իմ եղբորս և քրոջս Տեր քո անձը հայտնի արա նրանց և պահիր նրանց Տեր, իրենց ընտանիքները օրհնիր, իրենց ամեն հոգսերը վեր ար Տեր ջան։ Տեր խնդրում եմ, որ այս ամեն զոհաբերությունը ընդունելի լինի քեզ Տեր ջան, և ամեն բան հոժար և ուրախությամբ անենք Տեր ջան, հոժար կամքով, շնորհակալ ենք Տեր։ Ողջ փառքը, պատիվը, մեծությունը տալիս ենք քեզ, քո սիրելի որդու Հիսուս Քրիստոսի անունով, Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված, ամեն։ Ամեն, շնորհակալ ենք Արտուր եղբայրս։ Եկեք միասին կանգնենք երկրպագություն սիրելիներս։ Նա մեր խաչը վերցրեց իր վրա, նա մեր տառապանքը վերցրեց իր վրա, նա մեր ցավերն ու հիվանդությունը վերցրեց իր վրա և մեզ ազատություն պարգևեց, մեզ բժշկություն և շնորհ տվեց։ Եկեք միասին երկրպագենք նրան, նա ով արժան է հավիտյան ընդունելու այս փառաբանությունը ու երկրպագությունը։ Խաչը դու արար, որ ես ապրեմ, քո շնորհած սիրով ազատ հոգով, և կյանքն իմ քոնն է Տեր, ես կերքեմ բարությունդ
հավերժ է Տեր նորից ասենք իմ խաչը դու արար որ ես ապրեմ քո շնորհացիով ազատ եւ կյանքին բանը Հիսուս ես կերեմ բարությունը հարազատ մեր ձեռքերն ասենք արժանի ես դու Հիսուս արգերի միայն արժանի ես դու արժանի ես դու Հիսուս արգերի միայն արժանի ես նորից ասենք նրան արժանի ես դու
անունը միասին մի բանուն որ բարձր ամեն անունից Հիսուս մեծանում ենք քեզ Արժանի ես դու Հիսուս փառքերի միայն արժանի ես դու արժանի ես դու Հիսուս փառքերի միայն արժանի ես դու Մենք շնորհակալ ենք Տեր Քեզ փառք ենք բարձրացնում Շնորհակալ ենք Քեզ որ այսօր որ կանք շնորհիվ Քո սոհի է որ կանք Այն շունչը որ շնչում ենք Այն ձայնը որ բարձրացնում ենք Այն զորությունը որով քայլում ենք այդ ամենը Քեզանից է Շնորհակալ ենք Քեզ Սիրելիս կարող ես Տիրոջը սրտան շնորհակալ լինել ամեն բանի համար Ինչ ունես, ինչ կաս, որտեղ որ կաս, ինչ վիճակում էր որ լինես Նրան տուր ամենայն փառաբանություն, նրան ասա Տեր դու սուրբ ես Ես շնորհակալ եմ Քեզ Ես շնորհակալ եմ Քեզ Թող մեծարվի Քո անունը Թող բարձրանա Քո սուրբ անուն այստեղ Քո սուրբերի, Քո տղաների եւ աղջիկների սրտից, նրանց հոգիներից Նրանց ձայնը հասնի քեզ, թող քո երկինքը հասնի եւ քո օրհնության հեղեղները գան քո զավակների վրա այն հարության զորության որով մեզ արդարացրիր թող քեզ լինի ամեն փառքը թող քեզ լինի ամեն պատիվը սիրելի մեր հայր մեր փրկչի հարության Հիսուս Քրիստոսի անունով ամեն հալելույա հալելույա Օրհնյալ լինի Տերը Աստված օրհնի ձեզ սիրելիներս կարող եք նստել Այսօր մենք հրաշալի ծրագիր ունենք մեր երեխաները մեզ համար ծրագիր են պատրաստել եւ միասին պետք է վայելենք այնպես որ մեր բոլոր ուշադրությունը քաջալերանքից ապահարությունները չխնայենք եւ շռայլորեն նրանց փոխանցենք From death in the morning bright Mark 16:60 angel said He's not here, he's risen instead The veil was torn, heaven's gate wide Matthew 27:51 side to side A Sunday tune, a joy-filled beat Life defeated death, nothing more sweet Jump, shout, let your spirit soar and forevermore the grace victory has met its end Easter's anthem again we ascend John 11:25 still alive I am the resurrection he did revive Your feet, grab the truth and go
Spirit's voice. Christ the Lord is risen today. Alleluia. Sons of men and angels sing. Alleluia. Raise your voice and triumph sign. Alleluia. Sing heaven and earth reply. Alleluia. Then the stone that washed the seal. Alleluia. Christ has burst the gates of hell. Alleluia. Death in vain forbids his rise. Alleluia. Christ opened paradise. Alleluia. The cross, a symbol of my faith that strengthens me each day, as I, by God's grace, walk the narrow way. You see, God's own Son, He gave His life for me and took my debt of sin to a place called Calvary. I owe Him my life and all I'll ever be. All He asks is that I let Him live through me. So I run the race, empowered by His grace, and give Him all the glory. As I look into His face, Jesus is Lord.
Սիրելիներին, որ մեզ այս հրաշալի ծրագիրը պատրաստեցին։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Վստահ եմ, որ այս հայտարարությունը դուք երեկվանից ստանում եք, չէ՞, էլ Հայաստանից, տարբեր երկրներից, եւ ինչքան շնորհակալ ենք, որ այս առիթը, այս հրաշալի բարեմաղթանքը ունենք, այս բարի լուրը ունենք մեկս մյուսին տալու։ Գիտեք, երբ որ մեկը մեկին զանգում է կամ ինչ որ մի ասում է կարևոր բան ունեմ ասելու, միանգամից վատ բան ենք մտածում, ճիշտ է թե ոչ։ Մարդիկ ենք, այդ միշտ ասում ենք լավը դե միշտ ընդունելի է, բայց վատն է, որ չենք կարող ընդունել, բայց ուզենք չուզենք, եթե այդպիսի լուրեր լինում են, ստիպված ենք։ Բայց այս լուրը հրաշալի լուր է եւ ամեն մի զանգ, որ գալիս էր ինձ այս օրերին, ամեն մի նամակ, ամեն մի հաղորդագրություն, ձայնային, ինչ որ գալիս էր, գիտեի, որ մեկ նպատակ ունի, հայտարարելու, որ մեր սիրելի Փրկիչը հարություն է առել։ Ամեն։ Թող օրհնյալ լինի մեր Աստվածը, սիրելիներս։ Շնորհավորում եմ բոլորիս, այսօր մեզ համար հրաշալի տոնախմբության օր է, քրիստոնեական պատմության ամենակարևոր տոնը։ Երբեմն մարդիկ ինձ ասում են, որն է ավելի կարևոր քեզ համար, Հիսուսի ծնունդը, թե հարությունը։ Միանշանակ հարությունը։ Ինչու, որովհետև շատերը ծնվեցին Աստծո որդի անվան տակ, շատերը ծնվեցին հրաշագործների աստղի տակ, շատերը ծնվեցին բարի համբավ ունենալով, բայց բոլորն էլ մահացան եւ մնացին գերեզմաններում, բայց մեր սիրելի Փրկիչը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը երրորդ օրը հարություն առավ մեռելներից։ Օրհնյալ լինի նրա թանկագին անունը մեր մեջ, սիրելիներ, հալելույա։ Պատգամը այսօրվա մեկն է եւ բոլոր այս ժամանակների պատգամը նույնն է, բոլոր եկեղեցիներում։ Հիսուսը հարություն է առել։ Գիտեք, երբեմն մարդկանց հետ զրուցելուց այդպիսի խնդիրներ են առաջ գալիս, մարդիկ ասում են ինչով է ձեր հավատքը ճիշտ մնացածներից։ Գիտեք, մեկ բան, թերևս ամենակարևորը, որ կարող եմ ասել, սա է, որ բոլոր նրանք, ովքեր հավատքի կամ որևէ կրոնական ինչ որ մի ուղղության առաջնորդ էին այս երկրի վրա, բոլորի գերեզմանները լիքն է իրենց իսկ ոսկորներով։ Բայց երբ որ ուզում ես հարցրու, ասա որտեղ է Հիսուսի ոսկորները, ոչ ոք չգիտի, ոչ ոք չի տեսել, ոչ ոք չի հայտնաբերել, ոչ ոք չի թաքցրել։ Նա կենթանի է, նա իրական է, նա կա, նա հավիտյան ճշմարիտ է իր բոլոր խոսքերի համեմատ, որ ասվել է իր համար։ Ամեն։ Թող օրհնյալ լինի մեր սիրելի Փրկչի անունը։ Սիրելիներս, այսօր տեսակ, որ ինչքան հագեցած է ծրագիրը եւ ուզում եւս մեկ անգամ շնորհակալություն ասեմ բոլոր նրանց, ովքեր որ կազմակերպեցին եւ մեզ ծառայեցին։ Եկեք եւս մեկ անգամ Տիրոջը փառք տանք։ Հիսուսի անձի համար, Հիսուսի մասին 300-ից ավել մարգարեություններ էր գրված նախքան որ ինքը գար։ Չէին կարող մարդկային այսպես վառ եւ լայն երևակայություն ունեցող տարբեր դարաշրջանների մարդիկ հայտնվեին, որ տարբեր դարերում իրար չտեսած, իրար չճանաչած, երբևիցե իրար հետ որևէ խոսք փոխանցած չլինելով, խոսեին ճշմարիտի մասին, այն մեկ իրադարձության մասին, որի անունն էր Հիսուս Քրիստոս։ Նրա սքանչելի ծնունդը, հրեշտակների ավետումով սկսված, նրա փառավոր գործերը, զորավոր, հանճարեղ խոսքերը, մինչև նրա խաչը, մահը եւ հարությունը այդ մարգարեությունների մեջ ներգրավված էր։ Եվ մենք այսօր վկան ենք այն ճշմարտության, սիրելիներս, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը գրքերի համեմատ, խոսքի համաձայն հարություն է առել մեռելներից, եւ նա այսօր այստեղ ներկա է։ Ես չգիտեմ դու ինչպես կպատկերացնես, բայց ես ամբողջ հոգովս զգում եմ նրա անուշ ներկայությունը այստեղ։ Ինչու եմ ես ասում, վստահաբար եմ ասում, նրա ճշմարիտ խոսքն է այդպես։ Եթե 300 մարգարեություն կատարվեց եւ տեղի ունեցավ Հիսուսի հարությունը, նույնպես այդ մարգարեությունների մեջի մարգարեացողը անձամբ Տեր Հիսուս Քրիստոս ասեց, որտեղ կհավաքվեն 2-3 հոգի իմ անունով, ես այնտեղ եմ նրանց մեջ։ Նա այստեղ ներկա է։ Կարող ես Հիսուսին անձամբ ծափահարել եւ ասել շնորհակալ եմ, որ դու այստեղ ես, Տեր։ Քո ճշմարիտ խոսքի համաձայն, հալելույա, մեր Աստված անսուտն Աստված է եւ հավիտյան օրհնյալ լինի նրա անունը։ Թույլ տվեք Սուրբ գրքից մի հրաշալի համար ձեզ համար կարդամ, սիրելներ, որ գրված է Ղուկաս ավետարանի մեջ, ես մի փոքր մասը պիտի կարդամ, բայց դրանից առաջ եւ հետո ընթացքում պատգամի ժամանակ կփոխանցեմ ձեզ։ Ղուկաս ավետարան 24 գլուխ 1-ից 7 համարները, բայց
Միաշաբթի օրը առավոտանց կանուխ եկան գերեզմանը եւ բերեցին այն խունկերը, որ պատրաստել էին, ոմանք էլ նրանց հետ։ Եվ քարը գերեզմանից հեռու գլորված տեսան, եւ երբ որ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ երբ որ նրա համար շատ հիացել էին, ահա երկու մարդ հասան նրանց լուսավոր հանդերձներով, եւ երբ որ նրանք ահով լցվեցին եւ իրենց երեսները դեպի երկիրը խոնարեցրին, նրանց ասեցին. Ինչ եք ողջերին մեռելների մեջ որոնում։ Այստեղ չէ նա, այլ հարություն է առել։ Հիշեցեք, ինչպես նա ձեզ հետ խոսեց, երբ որ Գալիլեայում էր, որ ասում էր, թե պետք է մարդի որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի եւ խաչվի եւ երրորդ օրը հարություն պիտի առնի։ Ահա այս հրաշալի երկնային էակները հիշեցնում են այն ճշմարտությունը, որ Տեր Հիսուսը իր կենդանության օրոք ասել էր իր աշակերտներին։ Մոռացել եք ինչ էր ասել Հիսուսը։ Ես կարող եմ մեկ ճշմարտություն այստեղ առաջի հենց քայլը ինձ համար եւ ձեզ համար բացահայտել, սիրելիներս։ Ինչ որ Աստված ասում է ճշմարիտ է։ Գիտեք, երբ որ Աստված պատվերներ էր տալիս, օրենք էր տալիս, ասում էր. լսիր, ով Իսրայել։ Մենք լսելու խնդրեմ ունենք։ Լսիր, ով մարդ, մենք լսելու խնդիր ունենք, մենք կարող ենք լսել, բայց չլսել։ Եվ Աստված իր օրենքների սկիզբը տվեց, լսիր, մեկ այլ կերպ ասած միտքդ պահիր, մեկ այլ կերպ ասած իրագործիր, չմոռանաս։ Եվ հանկարծ Հիսուսի հարության ավետիսը սկսում է սրանով. մոռացել եք։ Մոռացել եք ինչ որ լսել եք։ Այսօրը կվերջանա։ Այսօրը կվերջանա, սիրելիներ, ինչպես երեկը վերջացավ արդեն Հայաստանում եւ մեր Հայաստանի շրջակայքում այդ ժամային գոտում վերջացավ արդեն։ Իրանց այսօրը վերջացավ, մեր այսօրն է սկսել։ Ձուն կերել են, ձուկը կերել են, բանջարը կերել են, դրա հետ ամեն ինչ որ կար կերել են, որոշներ արդեն այնքան են խմել, մինչև հիմա թերևս քնած են, բայց ինչ կտանես Հիսուսի հարությունից քեզ հետ։ Եթե դու այստեղից կվերադառնաս տուն նույն մարդը, եւ եթե կյանքիդ մեջ որևէ բան չի փոխվի, իմացիր, որ Հիսուսի հարությունը քեզ համար չի եղել։ Այն քո համար չի եղել։ Այն անձերը, ովքեր որ իրենց կյանքի մեջ լրջորեն կվերաբերվեն Տեր Հիսուս Քրիստոսի հարությանը, Հիսուսի անձին, այդ ճշմարտին, այդ միակին, որ նրա բոլոր խոսքերը այո եւ ամեն են, նրանց կյանքերի մեջ Քրիստոսի զորությունը, հարության զորությունը հրաշքներ կգործի։ Ինչն է պատճառը, որ մենք աղոթում ենք մարդիկ բժշկվում են Հիսուսի անունով։ Նրա հարություն առած լինելն է, նրա զորությունն է։ Ինչն է պատճառը, որ երբ որ խոսում եք մարդկանց կյանքերը փոխվում է, փրկվում են, ինչու է այդպես կատարում, որտեղ այն անձը, ում որ ես ու դու հավատացել ենք, կենդանի է։ Երբ որ դու ասում ես Հիսուս, ինքը այնտեղից կներեք մի քիչ շատ տնական ասեմ, ասում է ջան։ Երբ որ դու ասում ես Տեր, կանչում եմ քեզ, ասում ահա ես այստեղ եմ։ Կանչիր ինձ, եւ ես կգամ քո նեղության օրը, քեզ կազատեմ եւ դու ինձ կփառավորես։ Հալելույա։ Այսօր այն օրն է, սիրելիս, որ դու կարող ես քո կյանքի ամենակարևոր որոշումի մեջ ավելի առաջանալ։ Եվ այստեղ մի քանի բաներ կա, ուզեմ շատ արագ ասեմ, որովհետև վստահ եմ շատ բաներ ունենք դեռ կարող ենք փոխանցել մեկս մյուսին այսօր։ Ասում եմ, միաշաբթի օրը, սա Կիրակի առավոտն է, գիտեք, որ հրյաների մոտ շաբաթը սկսում էր Կիրակիից, այսինքն միաշաբթիից։ Միաշաբթի առավոտանց կանուխ եկան գերեզման եւ բերեցին խունկեր, որ պատրաստել էին, եւ ոմանք էլ նրանց հետ էին։ Մարիամը եւ մի քանի կիներ, այդպես ասում Աստծո խոսքը։ Նրանք եկել են այդտեղ ոչ թե հանդիպելու հարություն առած Հիսուսին, այլ եկել են պարզապես տեսնելու մեռած Հիսուսին։ Ինչու պետք է իրանք այդպես տրամադրված լինեն, ինչու պետք է իրանք գային մեռած Հիսուսին տեսնեն, որտեղ ըստ հրեական ավանդության մեռելին գնալու այցելելու համար հաջորդ օրը, այսինքն մեկ գիշեր, երբ որ անցնում էր, պետք է գնային եւ օծեին եւ խունկ վառեին։ Եվ իրենք տարել են իրենց այդ անուշահոտները, տարել են իրենց խունկերը, գնացել են, որ հանդիպեն մեռած երեկվա մեռած Հիսուսի հետ։ Շատ քրիստոնյաներ գալիս են եկեղեցի հանդիպելու երեկվա մեռած Հիսուսի հետ, որը պարզապես հրաշալի հիշողություն է։ Բայց մենք գալիս ենք Տիրոջ տուն, Աստծո ներկայության մեջ հանդիպելու այն կենդանի եւ փառավոր Հիսուսին, որ մեռելներից հարություն է առել։ Երբ որ նրանք գալիս են,
մի հրաշք է կատարվում։ Աստծո խոսքն ասում է, քարը հեռու էր գլորված գերեզմանից, քարը մի կողմ դրված էր, ով կարող էր այդ քարը գլորել։ Սիրելիներ, մենք կարդում ենք տարբեր ավետարաններում, տարբեր նկարագիր ենք տեսնում։ Աստծո խոսքն ասում է, եւ մի հրեշտակ իջավ եւ քարը գլորեց։ Հրեշտակը իջավ եւ քարը գլորեց։ Ինչպես որ տաճարի վարագույր Աստված վերևից ներքև պատրեց, այնպես էլ հրեշտակը վերևից իջավ եւ քարը գլորեց, որովհետեւ մեկը կարող է բացել գերեզմանը, ով կյանքը եւ հաղթությունը ունի մահվան վրա։ Ով իշխանություն ունի մահվան վրա, նա կարող է բացել մահվան դուռը։ Այսօր շատերի համար միգուցե Հիսուսի ներկայության մեջ գնալը պարզապես մի ուղղակի ծիսական մի երևույթ է, մոմ վառելու երևույթ։ Կարող եմ մոմ տանել ձեր մոտից, կարող եմ գամ ձեր մոտ մոմ վառել, սիրելիներ, մենք մոմ չենք վառում։ Մեր մեջ հավիտենական ճշմարիտ Աստծո կենթանի լույսն է վառվում։ Եվ մեր սրտերը լուսավորված են Քրիստոս փառքի լույսով։ Ամեն։ Եվ ասում է, որ տեսան, որ մեկ կողմ գլորված էր, եւ երբ որ ներս մտան, զարմացան, Հիսուսի մարմինը չկա։ Գիտեք, որ պատճառ կար։ Շատերը ասում էին, եւ հրյաների մեջ տարածվեց այս բանը, երբ որ հետո կկարդակ արդեն տանը, բոլոր 4 ավետարանները նկարագրում են եւ տարբեր հրաշալիքներ են խոսում։ Նրանք, ովքեր շատ ազդված էին այդ դեպքից, նրանք ինչ են արել, այդ մասը նկատի են ունեցել եւ գրառել են իրենց հիշողությունների գրքի մեջ, որը հետագայում դարձավ ավետարաններ։ Եվ այստեղ Ղուկաս ավետարանիչն ասում է, որ քարը գլորված էր եւ Հիսուսի մարմինը այնտեղ չէր, եւ մինչ նրանք հիացել էին, ապշած էին։ Ինչ եղավ, ո՞նց եղավ։ Մեկ ուրիշ ավետարանի մեջ կարդում ենք Մարիամը տեսավ մեկին, որ լուսափայլ էր եւ ասեց. «Ով պարտիսպան, որտեղ տարար իմ տիրոջը, ուր դրեցիր իր մարմինը»։ Ղուկաս ավետարանում շարունակության մեջ որ կարդում ենք, ասում է, երբ որ այս լուրը տարածվեց, բոլորը շփոթվեցին եւ մտածեցին, որ մոլորությունը ավելի պիտի շատանա, ավելի լավ կլինի եկեք տարածենք, որ աշակերտները եկել գողացել են մարմինը։ Եվ փարիսեցիները եւ հրյաները այդպես որոշեցին խաբել մարդկանց։ Հիսուսի մարմինը գողացել են, չկա, որովհետեւ ձեր աշակերտները այդ մոլորությունը պահելու համար գողացել են։ Հարց. գողանային ինչ էին անելու այդ մարմինը։ Վերջը մի օր միտեղից դուրս գալու էր, թե չէ։ Հնարավոր չի Հիսուսի մարմինը մինչև այսօր գտած չլինեին։ Այնքան զարգացած հիմա տեխնիկա ունենք, որ հնարավոր է շատ հանգիստ գտնել, ոչ մի խնդիր չկա։ Բայց չեն կարող գտնել, որտեղ նրա մարմինը հարություն էր առել։ Եվ ասում է այդ երկու մարդը նրանց լուսավոր հանդերձներով ասեցին. «Ինչու եք ողջին մեռելների մեջ մանգալի։ Սխալ տեղ եք մանգալի Հիսուսին։ Մեռած աշխարհի մեջ դու կենթանի Հիսուս չես գտնի։ Մեղքի խավարի մեջ դու կենթանի լույսը Հիսուսը չես գտնի։ Դուք երբեք ոչինչ չեք գնում մթության մեջ մանգակ։ Առաջին բանը, որ ուզում եք անել, ինչն է, լույս վառելը։ Վառում ես լույսը, որպեսզի քեզ հայտնի լինի ծածուկ տեղերը, հայտնի լինի այն ամեն ինչ, որ կարող է քո ոտքի տակ հայտնվել, որպեսզի գտնես այն, ինչ որ փնտրում ես։ Այսօր մարդիկ խավար աշխարհի մեջ, պիղծ, անօրեն, չար, մեղքով լցված աշխարհի մեջ ուզում են Հիսուսին գտնեն։ Ինչի՞ չես գալի եկեղեցի, ինչի կյանքդ Հիսուսին չես նվիրում։ Դե ախպեր, ես իմ Հիսուսը ունեմ, իմ սրտի մեջ է, ես եւ Աստվածաշունչը չենք հավատում քեզ։ Սիրելիս, դու մեկ օր կարող ես մեղադրես, ասես ինչ ես այդքան խիստ ասում, որովհետև ես հանդիպել եմ հարություն առած Հիսուսին, իսկ նրա պտուղը քո իմ եւ քո կյանքում պետք է հայտնի լինի։ Եթե Հիսուսը քո սիրտը լուսավորել է, ուրեմն դու խավարի անպտուղ գործերին հաղորդ չես լինի։ Ուրեմն դու կնկատես, որ Հիսուսը եկել է կյանքիդ մեջ, որպեսզի դու լուսավորվես։ Այլևս դու քոնը չես, սիրելներս։ Եվ ինչ է ասում, ինչու եք ողջին մեռելների մեջ մանգալի։ Այն միջավայրը, որտեղ դու գնում ես, որտեղ Հիսուսի հետ գործ չունեն, այդ միջավայրը քեզ համար մեռելների միջավայրը։ Այդպես ասում Աստծո խոսքը։ Որտեղ Հիսուսի բացակայությունն է, այդտեղ մեռելների միջավայրը։ Եվ ինչ է ասում խոսքը, մեռելների մեջ ողջին եք մանգալի, սխալ տեղ եք մանգալի։ Նա այստեղ չի, նա հարություն է առել։ Կարող ես ասել, նա հարություն է առել, Հիսուսը հարություն է առել։ Հալելույա։ Եվ շարունակությունը ասում է, որ հիշեք, ինչպես նա ձեզ հետ խոսեց, երբ որ Գալիլեայում էր։
Միտքներդ բերեք այն բոլոր խոսքերը, որ Աստված ինչ որ մի օր քո սիրտը լուսավորել է, ինչ ես անում այդ սրտիդ հետ այսօր, ինչին ես տրամադրում քո սիրտը, այն սիրտը, որ Աստված տվել է քեզ, որ լուսավորել է քեզ, որ միտքա բացել քեզ համար, որ հավիտենականությունը բացել է իր արյամբ, իր խաչով, իր մահով, այսօր ոնց ես վերաբերվում այդ սրտիդ հետ, որի համար Աստված իր որդին է ուղարկել։ Ինչ ես անում քո կյանքի հետ։ Խաղա, մի քիչ էլ խաղա, բայց չփոշմանես հետո։ Բայց թույլ տուր քեզ ասեմ, այսօր իմ եւ քո համար լավագույն հնարավորությունն է սիրտ բացելու կենթանի Աստծո առաջ եւ ասելու Տեր, ես քեզ լավ չեմ ճանաչում, ինձ հայտնվիր։ Բաց արա ինձ քո ճշմարտությունը, որպեսզի ես քո լույսով լույսը տեսնեմ։ Ամեն։ Շատ իրական է այս պատմությունը եւ ես ուզում եմ մի քանի բան ասել Աստվածաշնչից եւ ընդհանրապես պատմական տեղեկություններ, որոնք որ ձեզ շատ օգտակար կլինեն։ Գիտեք, սիրելիներս, մարդկության վայրագությունը, մարդկության չարության այն ամբողջականությունը մարդիկ դատարկեցին Հիսուսի անձի վրա։ Անկամ նրանք, ովքեր որ պարծենում են իրանց օրենքով, իրանց օրենքի դեմ իրանք սխալ արեցին։ Եվ ես ուզում եմ մի քանի խախտումներ ասեմ ձեզ, որ կատարվեց Հիսուսի մատնվելու, չարչարվելու, խաչվելու մեջ եւ կփորձենք սրանք հասկանանք, թե իրականում մարդը ինչի է ընդունակ։ Գիտեք, այսպեսի մի բան կա։ Օրենսդիրը, ովքեր որ կառավարիչ են լինում կամ թագավորներ են լինում, ինչ են անում, սահմանադրություն են փոխում, օրենքներ են փոխում։ Գիտեք ինչու։ Ինչու է տրված հնարավորություն սահմանադրություն փոխելու։ Որովհետև ցանկացած թագավոր, որ նստում է գահին, անպայման ունի երկու տեսակ օրենք։ Առաջինը, օրենք, որը վերաբերվում է ժողովրդին եւ իրեն, որpիսի բոլորը պատասխանատվության առաջ կանգնեն, բայց կա օրենքը արդարացնող կամ խախտումը արդարացնող այլ օրենքներ, որոնց մասին դուք երբեք չեք հասկանա։ Այնպիսի բառախաղ կա այնտեղ, այնպիսի մի բան կա այնտեղ, որ դուք չեք հասկանա, երբեք դուք չեք պատկերացնի, որ այդ նույն օրենսգրքի մեջ գրված է, որ դու իրավունք ունեիր այս բանը անեիր։ Եվ ինչու են մարդիկ օրենքը փոխում, որ առաջի թագավորին չմատնեն։ Ամեն թագավոր իր օրենքը փոխում է իր ժամանակներում եւ փորձում է դրանով քողարկել նրանից առաջվա թագավորությունը։ Հիսուսը եկավ եւ ոչ մի օրենք չփոխեց, նա բոլոր օրենքը կատարեց եւ դրանով արդար համարվեց։ Նրանով կարողացավ կատարել Աստծո ամբողջական պատվերը եւ կամքը։ Ամեն։ Թույլ տվեք ձեզ ասեմ, սիրելիներս, այսպիսի օրենք կար, որ առաջինը, որ խախտումը տեղի ունեցավ, Ելից 23:8-ի մեջ գրված է, որ ձերբակալելու կամ որևէ մեկին մեղադրանք ներկայացնելու մեջ երբեք կաշառք չառնես։ Բայց մենք էլ լավ գիտենք ինչ կաշառք առան, չէ՞։ Հուդան իր բաժին կաշառքն առավ, փարիսեցիները իրանցը, ամեն մեկը մի բան արեցին եւ կաշառքով Հիսուսին ձերբակալեցին։ Այսինքն սա պարզ օրենքի խախտում էր։ Երկրորդը, Սինեդրոնի անդամները ժողովարանի, այսինքն հրեական ժողովարանի առաջնորդները, անդամները եւ դատավորները չեն կարող մասնակցել ձերբակալությանը եւ դատ չեն կարող վարել քահանայապետի տանը, բայց տեսնում ենք այս երկրորդ խախտումն էր, որ տեղի ունեցավ մեր Փրկչի Տեր Հիսուսի ձերբակալության ժամանակ։ Այսինքն մարդիկ ոչ միայն Աստծո օրենքը, այլ անգամ իրանք իրանց դրած օրենքը չէին կարող պահեին։ Մարդիկ ան չէ որ ասում են ես իմ խոսքից չեմ անցնի։ Հեչեղել է դուք ասեք ես իմ խոսքից չեմ անցնի։ Ծիծաղում եք, չէ, որտեվ անցել եք։ Ասել եք, երթվել եք, հետո էլ ինչ եք արել, դե լավ, ջղայնացած է մի բան ասի։ Եթե ասել էիր, պահեիր։ Եթե կարող չես պահելու, ուրեմն ավելի լավ է չասես։ Եվ մարդիկ Աստծո օրենքից բացի իրանց դրած օրենքից էլ անցան։ Այսինքն մարդ, դու անկարող ես որևէ օրենք պահես։ Դու այնքան ոչինչ ես, մարդ, որ չես կարող անգամ քո ասածը պահել։ Ուժ չունես։ Եվ ինչ ենք տեսնում, սա երկրորդ սխալներ։ Երրորդը, դատը իրավունք չունեին վարել մինչև լուսաբաց։ Դատը պետք է լիներ կոնկրետ մեղադրանք, կոնկրետ դատապարտություն, վերջացավ։ Ինչու էին ձգձգում։ Ինչու Հիսուսի դատավարությունը ձգձգեցին, ինչու այդ երկար ժամանակը վերցրեցին եւ փորձեցին Հիսուսին երկար պահեն։ Սա էլ օրենքի խախտում էր։ Ինչու, որովհետեւ նրա վրա հանցանք չէին գտնում։ Ոչ մի հանցանք նրա վրա չէին։ Ինչ ուզում էին ասեն, մի հատ տեղ էին հասնում, ասում են, «Տես բան չկա»։ Եվ դրանից առաջ ինչ էր գալի սուտ վկայությունը։ Հիմա հաջորդը սիրելներ, 2 կամ 3 վկաների բերանով պետք է հաստատվեր մարդու մեղքը։
Մարդը, ով որ մի բան արել էր, 2 կամ 3 վկաների բերանով պիտի հաստատվեր։ Եվ հիշում եք, որ մի քանի վկաներ բռնեցին, սուտ վկաներ բռնեցին եւ Հիսուսի համար ամբաստանություն արեցին, որ իբրև թե նա օրենքն է խախտում, կայսերին է դեմ եւ հետո ինչ է անում, ավետարան արքայության մասին է խոսում, խախտում է մեր հայրերի ավանդությունները, չէ՞։ Եվ բոլորը կեղծ։ Աստծո խոսքը ասում է, որ իրանք պիտի լավ քննեն եւ տեսնեն, որ այդ վկան սուտ է վկայում իր եղբոր դեմ, թե ոչ, եթե սուտ է վկայում, իրանց պիտի սպանեին, ոչ թե նրան ում մասին, որ այդ դատը պետք է արվեր։ Այսինքն պետք է սուտ վկաներին դատեին, բայց եկեք տեսեք, այս աշխարհում սուտ վկաները ավելի ազատ են, քան ճշմարտությունը։ Ճշմարտությունը միշտ դատապարտված է, ճշմարտությունը միշտ հալածանքի տակ է։ Այսօր աշխարհում ասա, օրինակ մեկը հելնում ասում է, այս աշխարհում գիտեք, այս ինչը գեյ է դարել, այս ինչը չգիտեմ էս է եղել, այս մեկը նարկոտիկի կախվածություն ասում են խեղճ երեխա, ու վերջ այդքանը։ Ընդամենը։ Բայց հենց դու ասես, որ դու հավատացյալ ես դարձել, եւ որոշները ամաչում են հավատացյալ բառից։ Հավատացյալ նշանակում է հավատացող։ Հավատացող, դու հավատում ես Հիսուսին, հավատում ես Տիրոջը, դու ունես այդ անունը քեզ վրա։ Դու քրիստոնյա հավատացյալ ես։ Մարդ, ով հավատում է Հիսուս Քրիստոսին, որ օրը որ դու որոշում ես դառնալ Քրիստոսի հավատացյալը, այս աշխարհը սկսում է ոչ թե մեկ անգամ ասի վայ խեղճ երեխա, այլ ամբողջ մի կյանք սկսում է ընկնել քո հետևից։ Եվ դա վերջ չունի։ Բայց երանի նրանց, ովքեր որ այդ բոլոր բաները առհամարելով կկարողանան հավատարիմ մնալ Տիրոջը։ Եկեք շարունակենք, սիրելներ։ 5-րդը մահվան դատապարտվածին երբեք չէր կարելի կտանքների ենթարկել։ Այսպես թե այնպես ինքը պիտի մահանա, ինչ իմաստ ունի ծեծել իրան։ Եթե մեկը դատապարտված է մահվան եւ 100% պիտի մահանա, իմաստը ո՞րն է նրան ծեծել, նրան խոշտանգել, ինչի համար պետք է իր մարմինը այդպես բզկտել, ինչու պետք է դա լիներ։ Մենք լավ ենք հասկանում, որ նրա մասին կար շատ մարգարեություններ, դրանցից մեկը Եսայի 53 գլխում է գրված, որ նրա մարմինը խոշտանգեցին, որ նրա վրա առողջ տեղ չկար, որ նրան նայեինք եւ ախորժեինք։ Նա տեսք եւ կերպարանք չուներ, որ նրան նայեինք։ Մենք նրան տեսանք Աստծուց առհամարված, մերժված, չարիքի հանդիպած, Աստծուց հեռացած մեկը, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց։ Նա մեր պատիժը իր վրա կրեց եւ իր վերքերով մենք բժշկված ենք։ Ամեն։ Որքան հրաշալի է այս խոսքերը, սիրելներս։ Ուրեմն սիրելներ, պետք չէր որ Հիսուսին այդքան ծեծեին, բայց քանի որ մարդիկ պետքա մի ձև ցույց տային կամ իրականությունը սա էր, որ գրված է, նա մեր մեղքերը իր վրա կրեց։ Ինչ մեղքեր արեցին մարդիկ իր վրա։ Թքեցին իր վրա, հալածեցին իրան, ծեծեցին իրան։ Ես տարիներ առաջ հիշում եմ մենք մի բեմականացում արեցինք, որ Հիսուսը քայլում էր եւ տարբեր հիվանդներից ինչ որ վերցնում էր ինքը դառնում էր այդպիսին։ Գնում էր մեկից եւ իր կաղությունն էր վերցնում, իր ոտքը բժշկում էր, մեկը որ կաղում էր եւ Հիսուսը սկսում էր կաղալով մանգալ։ Եվ գնում մեկի կույրությունն էր վերցնում աչքերից, իր աչքերից վերցնում էր իրան եւ ինքը սկսում էր կույր մանգալ եւ կաղ մանգալ։ Եվ այդպես մինչեւ որ գնաց եւ խաչի վրա հանեց այդ բոլոր մեղքերը։ Ուրեմն սիրելներս, Հիսուսը այդ ամենը արեց ինձ եւ քեզ համար։ Մեկ ուրիշ բան։ Պատիժը, որը դատապարտյալի վրա պետք է լիներ, կարող են գործածել 3 օրից ոչ շուտ։ Բայց Հիսուսին տեսնում ենք բերեցին եւ նրան դատապարտեցին, չարչարեցին, հաջորդ օրը եւ տարան խաչեցին։ Ինչու այդքան շուտ, որտեվ սատանան ուզում է ինչքան հնարավոր է շուտ Հիսուսի անունը մեր կյանքից ջնջի։ Ինչքան հնարավոր է շուտ մեզ հեռացնի Տեր Հիսուս Քրիստոսից, բայց որքան երախտապարտ ենք Տիրոջը, որ նա մեզ պահում է, որ նա մեզ հետ է մինչև աշխարհի վերջը, որ նա երբեք ինչքան ուզել են իրան ճնշեն, ինքը ծաղկել է, ինչքան ուզել են քրիստոնեությունը վերացնեն, ինքը ավելի է բարգավաճել։ Ամեն։ Ուրեմն սիրելներ, երբ որ Տեր Հիսուսին հանեցին խաչի վրա, գիտեք, որ 7 խոսքեր Հիսուսը գոռաց խաչի վրա։ 7 խոսքեր։ Հիշում եք, որոշները կարող եք ասել, չէ՞, օրինակ, ներ իր հայր չեն հասկանում ինչ են անում, էլ ինչ էր ասում, ով կին ահա քո որդին, ով ահա քո մայրը, չէ՞, ծարավ եմ, կամ հայր քո ձեռքն եմ ավանդում հոգիս, չէ՞։ Բայց մի բառ կար, որ Հիսուսը խաչի վրա ասեց, եւ դա շատ կարեւոր բառ է։ Այս բառը օգտագործում էին առևտրականների լեքսիկոն էր, այսինքն բառապաշարից էր գալիս։ Այսինքն ոչ թե առևտրական փողոցի առևտրականների մասին, գործարք կատարելու ժամանակ, երբ որ ամեն բան արվում էր, պահանջած գումարը տրվում էր եւ ձեռք էր բերվում այն ինչի համար որ ինքը վճարել է, իրանք այսպիսի մի բառ են օգտագործում՝ շուլամ, որ նշանակում էր
կատարվեցավ։ Այսինքն, երբ որ Հիսուսը խաչի վրա աղաղակեց կատարվեց, նշանակում է գործարքը տեղի ունեցավ, որ Աստված մեզ փրկագնեց իր որդու խաչի միջոցով։ Գործարքը կատարվեց, ում նկատմամբ ով էր պահանջատերը, օրենքը։ Օրենքն էր պահանջատերը, այն օրենքը, որ Աստծո հավիտենական բերանից դուրս էր եկել, այդ օրենքն ասում էր մինչև մի արդար չլինի, որ վերցնի բոլոր մեղավորների մեղքը, երբեք այդ մեղքը չի կարող վերցվել մեղավորների վրայից։ Միայն նա, ով մեղք չունի, եւ գիտենք, որ Տեր Հիսուսը մեղք չուներ։ Նա արդար էր եւ եկավ երկիր, որպեսզի մեզ սատանայից փրկագնի եւ մեղքից ու մահից ազատի։ Ամեն։ Ուրեմն սիրելիներս, որքան հրաշալի է Հիսուսի աղաղակը սա էր, վճարեցի։ Ես վճարել եմ։ Սիրելի քույրս, եղբայրս, չկա այդպիսի մեղք, որ դու գործած լինես, եւ եթե դու զղջում ես այդ մեղքիդ համար, Հիսուսը վճարել է դրա պարտքը։ Դու ազատ ես։ Եթե դու հավատքով ընդունում ես Հիսուսին, եթե դու հավատքով ընդունում ես իր խաչի գործը, եթե քեզ համար կարևոր է այն աղաղակը, որ Տերը ասեց կատարվեց, ուրեմն քո մեղքերը կարող են ներված լինել, ջնջվել եւ այլևս չհիշվել ամբողջ հավիտենականության մեջ Հիսուսի արյան զորությամբ։ Ամեն։ Ուրախ ես։ Սիրելիներ, Հիսուսին գրված է, որ տարան եւ դրեցին գերեզմանի մեջ։ Ում գերեզմանի մեջ։ Ինչ գիտեք ինչ հետաքրքիր է, ասում են, որ մի անձնավորություն կար եւ այդպես ասում Աստվածաշունչը, Հովսեփ Արիմաթացի։ Արդար մի մարդ, որ իր կենթանության օրոք իր համար գերեզման են առել։ Հիմա բոլորն են տենց անում, չէ՞։ Իրանց ողջ եղած ժամանակ անգամ իրանց քարերն են անում, տպագրում են, ամեն ինչ անում են։ Որոշները իրանց կենսագրություն են գրում, մնացել է վերջի պահը ինչ պետք է լինի։ Եվ ամեն ինչ անում են պատրաստ, որ երբ որ գնան, ոչ մեկի վրա բեր չլինեն։ Եվ ինչ ենք տեսնում, սիրելներ։ Հիսուսը, երբ որ խաչը տանում էր, գրված է մի մարդ կար, որ իր գերեզմանի մեջ տարան դրեցին։ Հովսեփ Արիմաթացի գերեզմանը։ Եվ այդ գերեզմանի մեջ գրված է հիշատակվում այսպես ոչ ոք դրված չէր։ Սրա մասին ես ձեզ ասել եմ, թույլ տվեք մեկ անգամ եւս կրկնեմ։ Ինչու են այսպես ասում, ինչու պետք է անպայման գրված լիներ, որ այդ գերեզմանում ոչ մեկ չի դրվել, որովհետև երբ որ կարդում ենք 5 կտակարանը, տեսնում ենք մի մարգարե, ով երկրորդ մեծագույն մարգարեներից մեկն էր, համարվում կրկնակի օծությամբ, անունը Եղիսե։ Եղիսեն երբ որ մահացավ, նրան թաղեցին եւ անցավ ժամանակ, գերեզմանի տեղն են մոռացել, հանկարծ մի պատանի էլ մահացավ եւ տարան գերեզմանը բացեցին, չիմանալով ում գերեզմանն է, եւ այդ պատանին թաղում էին այդ գերեզմանի մեջ եւ գրված է, երբ որ նա կպավ Եղիսեի ոսկորներին, նա կենթանացավ։ Ինչու է հիշատակված, որ Հիսուսի այս գերեզմանը, որ տրամադրվեց Հիսուսին, ոչ ոք այնտեղ մինչև այդ դրված չի եղել, որ չլինի թե Հիսուսը ինչ որ մեկից է ազդվել հարություն առել, ինչ որ սուրբից է առել հարություն, ինչ որ մեկը կպել է, նպաստել է, որ ինքը հարություն առնի։ Աստվածաշունչը ասում այդ գերեզմանում ոչ ոք երբեք դրված չէր։ Ինչու? Որովհետև նա ոչ մեկի կարիքը չունի կյանք կոչվելու։ Նա ոչ մեկի կարիքը չունի գերեզմանին հաղթելու։ Նա ոչ մեկի կարիքը չունի հավիտենական կյանք կոչվելու, ինչու որովհետև հենց ինքն է կյանքը։ Որտև նրա վրա ոչ մահը, ոչ գերեզմանը, ոչինչ հաղթություն չեն կարող ունենալ։ Հալելույա։ Դու ուրախ ես այս փաստի համար։ Ամեն։ Եվ Աստծո խոսքն ինչ է ասում։ Հիսուսը գերեզման չուներ։ Գիտեք, գերեզման ունենում են նրանք, ովքեր մեռնում են։ Հիսուսը ուղղակի դրվեց գերեզման եւ հարություն առավ։ Մեկի համար են առնում գերեզմանը, որ հետո հիշեն, որ ինքը տեղ մեռել է։ Հիսուսը իր գերեզմանը չառավ եւ իր գերեզմանը չուներ, որովհետեւ ինքը երբեք չպիտի մեռներ։ Որտեւ ինքը չէր լինելու մահվան հիշատակության տեղ, նա պիտի լիներ որպես մեր կյանքը, մեր հավիտենական կյանքը։ Հալելույա։ Ահա տեսնում ենք ինչքան գեղեցիկ ասա սիրելներ։ Եկեք նայենք մի հրաշալի խոսք, որ գրված է Հռոմեացիների 4-րդ գլուխ 23-ից 25 համարները։ Բայց ոչ միայն նրա համար գրվեցին, թե նրա համարվեց արդարություն, այլ մեզ համարել, որ պիտի համարվի, որ հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, որ մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Հիսուսը ոչ միայն ինքն էր արդար, հիշում եք, երբ որ Հիսուսին խաչեցին, ինչ ասեց հարուրապետ, ասեց արդար
մարդ սպանեցինք։ Արդար արյուն թափեցինք։ Նրա արյունը արդար էր, նրա անձը արդար էր, վկայությունը այդպիսին էր, որ նա արդար էր։ Եվ ինչ ենք տեսնում, Պողոս առաքյալը Հռոմեացիների թղթին մեջ այսպիսի խոսքեր ասում, այդ արդարությունը ոչ թե նրա անձի նկարագիրը լինելու համար էր, այլ այդ արդարությունը քո կարգավիճակը փոխելու համար էր։ Որտեվ մեկը ով է, նա կարող է փոխել մեր կյանքը։ Նա կարող է մեզ անարդարներից վերափոխել եւ սարքել արդարներ։ Ում առաջ, Աստծո առաջ։ Դու մտածում ես, որ կգա ժամանակ եւ ամեն ինչ այսպես քնես, կհելնես, կմահանան, կանցնի կգնա, այնտեղ էլ մեզ մի հատ ինչ որ հատուկ կյանք է սպասում։ Բոլորը մտածում են, որ այն մյուս կյանքում իրանց պիտի պարգևատրեն ու ոչ մեկ չի ասում ինչի համար։ Ես գիտեմ ինչի համար։ Քեզ կպարգևատրվի, եթե Հիսուսին ունենաս քո կյանքի մեջ։ Եթե հարություն առած Հիսուսը քո կյանքի պարունակությունը լինի։ Եվ ինչ է ասում խոսքը, նա մատնվեց մեր հանցանքների համար։ Հիսուսը իր հանցանքի համար չմատնվեց, մեր հանցանքի։ Իմ մեղքի համար Հիսուսը գնաց մեռնելու։ Եթե դուք ամբողջ աշխարհում արդար մնայիք եւ ձեզնից ոչ մեկը մեղավոր չլներ եւ միակ մեղավորը ես լինեի, Հիսուսը նույն ջերմեռանդությամբ կիչներ երկնքից երկիր, որպեսզի ինձ փրկի, որտեվ ես կրում եմ իր պատկերը։ Եվ ինչ որ Հիսուսինն է, Հիսուսը ուզում անի ամեն ինչ, տա բոլոր հնարավորությունները, որ մենք կարողանանք փրկված լինենք։ Առաջին Կորինթացներ 15:17-ում այսպես է ասում. Եթե Հիսուս Քրիստոսը հարություն չի առել, ապա ունայն է ձեր հավատքը եւ դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Հավատում ես, որ Հիսուսը հարություն առել մեռելներից։ Եթե դու հավատում ես, որ Հիսուսը հարություն առել մեռելներից, ուրեմն դու հավատում ես, դա հավասար է, հավատում ես, որ նա այստեղ է։ Դու հավատում ես, որ նա կա։ Դու հավատում ես, որ նա շարժվում է, նա խոսում է, նա գործում է, նա քո հետ է ամեն մի իրավիճակի մեջ։ Ուրեմն եթե դու հավատում ես Հիսուս հարություն առել, ուրեմն նա տեղյակ է քո կյանքից։ Եվ նա առավել ուզում է մասը լինել, ամբողջականը լինել քո կյանքի։ Կորինթացներին Պողոս առաքյալը այսպիսի հրաշալի խոսքեր ասում էր, կան երկնավոր մարմիններ եւ երկրավոր մարմիններ էլ, բայց ուրիշ է երկնավորների փառքը, ուրիշ է երկրավորների փառքը։ Ուրիշ է արեգակի փառքն, ուրիշ է լուսնինը, ուրիշ է աստղերինը, որովհետեւ մի աստղ մյուսից զանազանվում է փառքով, այնպես էլ մեռելների հարությունը։ Սերմանվում է ապականությունով, հարություն է առնում անապականությունով։ Սերմվում է անարգությունով, հարություն առնում զորությունով։ Սերմվում է շնչավոր մարմին, հարություն առնում հոգևոր մարմին։ Կա շնչավոր մարմին, կա եւ հոգևոր մարմին։ Սիրելիս, չգիտեմ, եթե մարդիկ կան, որ այնքան շատ են իրանց վրա սիրահարված, իրանց տեսքի վրա, այնքան իրանց սիրում են։ Երկու լուր ունեմ, մեկը ուրախ, մեկը տխուր։ Որից սկսեմ։ Տխուրից միշտ տենց է, տխուրից սկսենք, որ վերջում ուրախանանք։ Տխուրից սկսեմ, այդ մարմինիդ փառքը գնալու է։ Ինչքան ուզում ես սարքի, ինչքան ուզում ես սիրի, հիացի, չկա քեզ նման, դու ես, բոլոր գիտեք, հա։ Ինչքան ուզում ես քեզ գովա, ուրիշից լավը կարծի, ես իրա նման հո չեմ, հələ իմ քիթը նայեք սիրուն։ Իմ կեցվածքը նայեք, բոյս նայեք, հələ տեսեք իմ արտաքինը, մուսկուլներս։ Տխուր լուրենա, որ էդի չես ունենալու։ Լավ է, որ խնամք տանես եւ պետք է խնամք տանես, բայց մի սիրահարվի քո վրա։ Մի օր այդ գնալու է։ Ուրախ լուր ուզում եք իմանաք, սրանից սիրուն մարմին ենք ունենալու։ Սրանից գեղեցիկ մարմին ենք ունենալու, փառավոր մարմին ենք ունենալու։ Այն ժամանակ, երբ որ դուք նայեք ձեր մարմնին փառավոր Հիսուսի արդարությամբ, սպիտակած, ճերմակած չէ, ծերացած չէ, փառահեղ, լուսեղեն մարմին, երբ որ նայես, որ շողում ես, այն ժամանակ ասես, այն ինչն էի սիրում դրա։ Այդ ինչին էի սիրահարվել։ Սերը տենց բան է։ Ինչի ասես կարա կպնի։ Բայց եկեք մի ճշմարտություն հասկանանք։ Աստված մեզ հարություն է տալիս իր որդու միջոցով։ Մենք այս մարմնի մեջ չենք մնալու եւ ես ուրախ եմ։ Ես այս մարմինը չեմ սիրում։ Ոչ թե չեմ սիրում, չեմ խնամում։ Խնամում եմ, տեսնում եք, լավ եմ պահպանվել, չէ՞։ Ես որոշել եմ միշտ երիտասարդ մնամ, չծերանամ։ Բայց մյուս կողմից դուք իմ մարմինը դրսից տեսնում եք, բայց ես հասկանում եմ, որ այս մարմինը օր գնալով ինչ որ մի մատ ծալում է, էսել, վերջում մի հատ լավ հարված է տալի, չէ՞։ Տենց է, մարմինը։
Բայց տեսնում ենք Կորինթացիներին ինչ է ասում առաքյալը երկրորդ Կորինթացիների 5:15-ը ամենքի համար որ մեռավ, կենթանի լինողները այլևս ոչ թե իրենց անձի համար կենթանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ։ Հիսուսը հարություն առել մեռելներից, որ ես ու դու դադարենք ինքնասիրահարված կյանքով ապրել, որ այլևս ոչ թե մեր համար, մեր խելքի, մեր ուզածի, մեր տրամաբանության, մեր հասկացողության համար ապրենք, այլ նրա համար ապրենք։ Տեր, ուզում եմ քո խելքով ապրեմ։ Տեր, ուզում եմ քո արդարությամբ ապրեմ։ Ուզում եմ քո սրբությամբ ապրեմ։ Ես ինձ սուրբ համարեմ, այդ ինչ սրբություն պիտի լինի։ Ինչքան ուզում եմ մուրը քսի վրա ասա, ինչ լավ սպիտակել եմ, չէ։ Երբ որ Հիսուսն է քեզ մեղքերդ ներում, լրիվ ուրիշ զգացողություն ունես, լրիվ ուրիշ ապրում ունես։ Ամեն։ Եվ ասում է, որ հարություն առնողները, մենք ում համար որ Քրիստոսը հարություն առել մեռելներից, մենք իր համար ապրենք։ Սիրելիս, ինչ կտանես այս հարության տոնից հետո։ Ես գիտեմ, շատերը ծաղկազարդին ճյուղ են տանում, միգուցե Հայաստանում այդպիսի բան կար, ձվափոխանակություն էին անում։ Իրանց տան ձուն տանում էին, ուրիշի տան ձվի հետ փոխում էին, չգիտես ինչի։ Ես չեմ հասկանում այդ ինչի էր այդպես։ Կռիվ էին անում։ Յանի ամբողջ մնացած այդ 364 օրը ամեն ինչ խաղաղեր, այդ մի օրը կռիվ էին անում, արդար կռիվ էր էդի։ Չեմ հասկանում ինչին է, ինչ է այդ, բայց հոգևոր իրականության մեջ այսօր դու ում համար ես ապրում։ Ինչիդ համար ես ապրում։ Կա արդյոք մեկը, որի համար արժի։ Գիտեք, մի մարդ ասում էր, եթե մեկը ինձ համար մեռավ, ուրեմն արժի, որ ես իր համար ապրեմ։ Եթե մեկը ինձ համար արժանի տեսա, որ մեռնի, ուրեմն ես արժանի այդ անձը, որ ես իր համար ապրեմ։ Կարող ես որոշում անել քո կյանքի մեջ, Հիսուս, ես ուզում եմ քո համար ապրեմ։ Էսի ամեն մեկիս որոշումն է։ Կարող ես ասել, Տեր, ես ուզում եմ քո համար ապրեմ։ Հալելույա, հալելույա։ Աստծո խոսքն ասում է, որ մեկ ամբողջ օրենքը ամբողջանում է այս մեկ խոսքի մեջ։ Քո ընկերոջը սիրես քո անձի պես։ Մենք մեր անձին վատություն չենք անի, ասենք, այ ես իրան ուզում իմ անձի նման լինի, ինձ վատություն անեմ, որ իրան էլ վատություն լինի։ Հակառակ մենք ինչ ենք անում, մենք սիրում ենք մեր անձը, չէ՞։ Գիտեք, մենք չենք ուզում վատ տեղ գնանք, մենք չենք ուզում ես չարիք պատահի, մենք չենք ուզում դժոխք գնանք, դուք ուզում եք դժոխք գնաք։ Քանիսն եք որոշել ուզում եք դժոխք գնաք։ Չեք ուզում, չէ՞, մեն ամենայն անկեղծությամբ հարց եմ տալիս։ Չենք ուզում դժոխք գնանք։ Գիտեք, ով արեց այդ ճիշտ օրինակը, հենց ինքը Հիսուսը։ Ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է բովանդակում, սիրիր քո ընկերոջը, քո անձի պես։ Հիսուսը մեր այնպիսի ընկերն է, որ ինքը երբեք չի ուզի, որ իմ մատը փուշ մտնի։ Դրա համար ինքը ինչ է անում, ինձ զգուշացնում է, ինձ պահում է։ Ինքը ինչպես իր անձին է վերաբերվում, նա չի գնալու դժոխք, չի ուզում ես էլ գնամ դժոխք, նա չի ուզում չարիք պատահի, այնպես անում, որ ինձ էլ չարիք չպատահի։ Նա ամեն ինչ անում, որ հեռու մնա սատանայից, եւ սատանան որևէ կերպ չկարողանա իր հետ գործ ունենալ, նա հաղթեց, նա պարտության մատնեց նրան, ամենաթեժ պայքարը մղեց նրա դեմ եւ հաղթանակը տվեց ինձ ու քեզ։ Այսինքն են սիրում։ Այսինքն են սիրում։ Սիրի քո ընկերոջը քո անձի պես։ Ես անգամներ ասել եմ, Աստծո ներկայությունը նման է հարուստ սեղանի։ Ես այդ սեղանից ճաշակում եմ, հիանում եմ, վայելում եմ։ Աստծո խաղաղությունը, սերը, օրհնությունն է գալի, ոչ մի կեղտոտ միտք չկա, ոչ մի որևէ պատահական կամ սատանական բան չկա այստեղ։ Ուզում եմ դուք էլ այդտեղ ելնեք։ Ուզում եմ դուք էլ այդտեղ ելնեք։ Էս ենտեղն է, որ ես ուզում եմ սիրեմ ձեզ իմ անձի պես։ Դրա համար ուզում եմ, որ դուք ստեղ ելնեք։ Ուզում եմ Տիրոջ տան մեջ ելնեք, աճեք Աստծո հետ, շարունակեք ձեր հոգևոր կյանքը եւ հասնեք այն փառավոր օրհնության, որ վերջապես Աստված մեզ կպարգևի վերջում։ Հռոմեացիներ 8:34 ասում է. ով է որ դատապարտում է, ով է դատապարտում։ 1000 մարդ կարող է դատապարտի, բայց գրված է Քրիստոսը, որ մեռավ եւ որ ավելի առավել հարություն էլ առավ, Աստծո աջ կողմն է մեզ համար բարեխոսելու։ Հալելույա։ Նա Աստծո աջ կողմում նստած է, ինձ ու քեզ համար բարեխոսում է։ Գնաց այնտեղ, հələ մեզնից չպրծավ։ Գնաց այնտեղ, էլի ուշքու միտքը ստեղ է։ Այնտեղ նստած է, փառքի մեջ նստած է, գիտեք, Աստված ամեն տեղ է, սրա մասին չէ խոսքը։ Նա վերադարձավ երկինք փառքի աթոռին, հոր աջ կողմը նստած, էլի երկնքի թեման ես ու դու ենք։ Ինչքան կարևոր է, ինչքան է սիրել մեզ Աստված։
Մի հատ քո կողքին նայիր, հələ, մի հատ լավ նայիրան։ Դեմքդ չփոխես, լավ նայի, ժպիտով նայի, եւ տես, որ Աստված իրան շատ է սիրել։ Շատ է սիրել։ Շատ է սիրել։ Երկրորդ Կորինթացիներ 4:14 այսպես է ասում. Իմանալով, որ Տեր Հիսուսի հարուցանողը մեզ էլ հարություն կտա նրա հետ եւ ձեզ իր առջև կկանգնեցնի։ Հալելույա։ Պատիվ ունեմ Աստծո առաջ կանգնեմ։ Գիտեք, Հիսուսը գալիս է իմ ձեռքից բռնում, ասում Արիթան պապայի հետ ծանոթացնեմ քեզ։ Եվ գնում եմ կանգնում հորս առաջ։ Անձ, որ ամեն ինչ արել է, որ ես ընդեղ ելնեմ։ Միշտ մնացել է վարակույրի հետևում։ Միշտ ծածկված է մնացել, բայց կգա մի օր, երբ որ ես դեմ արդեմ կտեսնեմ իրան։ Վստահ եմ դուք էլ կտեսնեք։ Եվ ես ուզում եմ, որ բոլորը տեսնեք նրան։ Եվ գիտեք, չի լինելու մի բան, որի համար դուք ափսոսակ։ Ադե լավ էլի դե։ Ինչ կարար չէ ուրիշ ձև լներ, չէ։ Չէր կարա։ Հիսուսը այսպիսին է, մեզ բերում է հոր հետ հաշտեցնելու։ Մեզ կանգնեցնելու է հոր առաջ։ Օրհնյալ լինի այդ օրը, ես սպասելով սպասում եմ, փափագելով փափագում եմ, որ ես այդ օրը հասնի, կանգնեմ Հիսուսից ձեռը բռնած հորս առաջ եւ իրան վայելեմ։ Գիտեմ, որ ամեն բանի աղբյուրը ինքն է եւ ամեն բանի հիացմունքը իրանից է գալիս։ Փիլիպեցիներին առաքյալ այսպիսի հրաշալի խոսք է ուղում 3-րդ գլուխի 7-11 համարները, բայց ինչ բան որ ինձ շահեր, այն վնաս համարեցի Հիսուսի համար, եւ հենց ամեն բան էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ եւ նրանում գտնվեմ, ոչ թե իմ արդարությունն ունենամ, այն որ օրենքից էր, այլ այն որ Քրիստոսի հավատքից էր, այն արդարությունը, որ Աստվածանից է հավատքով, որ ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքին մասնակից լինելը, նրա մահվանը կերպարանակից լինելով, որպիսի մեռելների հարությանը հասնեմ։ Հալելույա։ Ամեն բան մի կողմ։ Ես Հիսուսին եմ ուզում։ Գիտեք, մարդիկ այս աշխարհի մեջ, երբ որ Հիսուսի անուն տալիս ես, ասում են գժվել է, խենթացել է։ Այո, թող այդպես համարեն, հեչ հետաքրքիր չի։ Գիտեք ինչի, որտեղ երբ որ դու մի հատ գանձը գտնում ես, մնացած բոլոր բաները քեզ համար հեչ։ Երբ որ դու Հիսուսի արդարությունը ունենաս, կանգնես եւ սատանան չկարողանա մի հատ կեղտ բռնել քո վրա։ Գիտեք, մի ամբողջ կյանք մենք նվիրել ենք սատանային։ Գիտեք ոնց, մեր մեղավոր լինելով։ Ամեն իրավունքներն ինքն է ունեցել։ Մեզ պատրաստ էր մինչև վերջի այն օրենքի խստագույն պատժով պատժել եւ տանել դժոխք։ Նա պատրաստ էր դա։ Մինչև հիմա էլ պատրաստ է։ Աստված չանի, թե որևէ մեկը հավատքից հեռացավ, նույն պատմությունը գլխին սարքելու է։ Սրա համար ինձանից ու քեզանից մնում է մեկ բան՝ հավատարիմ մնալ նրան։ Ամուր բռնել նրան, ճանաչել, առաքյալն ասում էր, որ ես հասկանամ նրա հարության զորությունը, ճանաչեմ, այդ ինչ զորություն կա այդ հարության մեջ։ Ինչ է եղել, որ Հիսուսը հարություն առել մեռելներից ինձ համար։ Ուզում եմ դա ճանաչեմ։ Ես չեմ ճանաչում, սիրելիներ, ես լավ չգիտեմ ինչի մասին եմ խոսում։ Ես չգիտեմ, երբ որ ասեմ Հիսուս մեռելներից հարություն առել, նրա զորությունը ես էլ չեմ հասկանում։ Ես մենակ գիտեմ Հիսուսի անունով աղոթել, գիտեմ Հիսուսի անունով դևերին քշել, գիտեմ Հիսուսի անունով ինչ որ մի աղաչանք մատուցել, գիտեմ ամեն ինչ անել, ծառայել Հիսուսի անունով, մի բաժակ գասարը ջուր տալ մեկին մյուսին։ Այս գիտեմ Հիսուսի անունով։ Բայց գիտեք մենք երբ կիմանանք այդ ամեն ինչի մասին։ Երբ որ մենք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ, նրա սրբության մեջ, եւ մեր կողմը կանգնի սատանան դատապարտելու, որ գտնի մեղք, որ գտնի անօրենություն, գտնի այն մեծ մեղքը, որ մենք Աստծուն չենք ճանաչել, չենք ընդունել եւ դատապարտի մեզ այն բոլոր արածների համար, որ արել ենք եւ դրանով մեզ իրավունք ունենա արդարացի ձևով, մեզ իրավունք ունենա դժոխք տանելու, որ Աստված ստիպված ոչինչ չունենա ասելու։ Այդ ժամանակ, երբ որ դու Հիսուսին ընդունած ինես հիմա, կանգնես այդ դատաստանի առաջ, սատանան ասի, ինքը քո առաջ վարվելա սխալ, Հիսուսը կասի դու լռի, ես իրան ճշմարտության ճանաչողության եմ բերել։ Սատանան կասի, գիտես ինքը քո սիրտը կոտրել է, Հիսուսը կասի, ես եմ իմ սիրտը կոտրել, որպեսզի նրա սիրտը բժշկեմ։ Եվ այդպես ինչ որ սատանան դատապարտի, Աստված պիտի արդարացնի մեզ։ Այն ժամանակ մենք ավելի լավ կիմանանք ինչի մասին է խոսքը։
Օրեր առաջ մեկի հետ խոսում եի եւ այսպիսի արտահայտություն մի անգամից ծնվեց եւ շատ ուղիղ ասացի, գիտես, որ մենք սատանայից ավելի վատ հավատացյալ ենք։ Մենք սատանայից ավելի վատ հավատացյալներ ենք։ Մենք Աստծուն այդպես չենք հավատում, ոնց որ ինքն է հավատում։ Մենք Աստծուն այդքան լրջորեն չենք ընդունում, ինչպես որ ինքն է լրջորեն ընդունում։ Ինչու, որովհետև մեր համար հոգևոր իրականությունը դեռևս ամբողջական բացված չէ, բայց սատանան ամեն ինչ լավ գիտի։ Նա շատ լավ գիտի։ Գիտի որտեղից մեզ բռնի եւ որտեղ դատաստանի մատնի մեզ, բայց մեր Աստվածը Քրիստոսի հարության զորությամբ մեզ տեղափոխություն անում, մեզ փրկում է։ Ամեն։ Առաջին Կորինթացիներ 15-րդ գլխի մեջ եկեք կարդանք 53-ից 55 համարները։ Որովհետև պետք էր, որ այս ապականացուն հագնի անապականությունը եւ մահկանացուն հագնի անմահություն, եւ երբ որ այս ապականացուն անապականություն հագնի եւ այս մահկանացուն անմահությունը, այն ժամանակ կլինի այն խոսքը, որ գրված է. մահը ընկղմվեց հաղթության մեջ։ Այսինքն մենք տեսնում ենք մահը պարտության մատնվեց եւ ասում է ով մահ ուր է քո խայթոցը, ով գերեզման ուր է քո հաղթությունը։ Ուր է Սատանան պետք է մեզ մահվան մատներ, Հիսուսը մեզ հարություն առնելով հափշտակեց իր ձեռքից։ Ամեն։ Եվ ուզում եմ կարևոր մի հատված կարդալ ձեզ համար։ Գիտեք, որ զատիկը կամ Հիսուսի զոհը մեզ համար տեղափոխություն է։ Տեղափոխություն։ Մենք ասենք ո՞նց է տեղափոխում մեզ։ Ուզում եմ ձեզ համար կարդամ մի հրաշալի խոսք, սիրելիներ, որի մասին գրված է Կողոսացի առաջի գլուխ 12-ից 20 համարը։ Աստծո խոսքն ասում է, որ մեր զատիկը տեղափոխումն է սատանայի թագավորությունից մինչև հոր թագավորությունը, սիրելի որդու թագավորությունը։ Եվ գոհություն տանք հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսի մեջ, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ։ Կարող ես ասել ալելույա։ Որի ձեռքով ունենք փրկություն նրա արյունով եւ մեղքերի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածներից առաջինը ծնված, որովհետեւ նրանով ամեն բան ստեղծվեց, ինչ որ երկնքում, ինչ որ երկրի վրա երեղողներն են եւ չերևացողները, թե աթոռներ, թե տերություններ, պետություններ, իշխանություններ, ամեն բան նրանով եւ նրա համար ստեղծվեց։ Եվ նա ամենքից առաջ եւ ամեն բան նրանով հաստատվեցավ, եւ նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը Քրիստոսն է, որ նա է սկիզբը մեռելների անդրանիկը, որպիսի ամեն բանի մեջ նա լինի առաջինը, որովհետեւ Աստված ուզեց, որ նրանում աստվածության բոլոր լիությունը բնակվի, եւ նրանով ամենքին հաշտեցնի իր հետ խաղաղություն անելով նրա ձեռքով նրա խաչի արյունով, թե երկրի վրա եւ թե երկնքում լինողներին։ Հալելույա։ Աստված մեզ տեղափոխեց սատանայի թագավորությունից սիրելի որդու թագավորությունը։ Ես ուզում ձեր դեմքերի վրա տեսնեմ այդ տեղափոխման ուրախությունը։ Հələ մի հատ նայեմ, հա? Ահա, ոնց որ։ Այո, ճիշտ է։ Ամեն։ 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 Եվ վերջի համարն եմ ուզում կարդամ եւ սրանով ամբողջացնեմ սիրելիներս։ Գրված է Եփեսացիներին, Պողոս Արաքյալն է գրում 3-րդ գլուխ 14-ից 17 համարները։ Սրա համար կրկնում եմ իմ ծնկները, այսինքն ծռում եմ իմ ծնկները մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առաջ, որից ամեն նահապետություն երկնքում եւ երկրի վրա անուն է առնում, որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռքով ներսի մարդումը, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում եւ դուք սիրով արմատ գցեք եւ հաստատված լինեք։ Հալելույա։ Մեր ծնկները պիտի ծռնենք Աստծո առաջ, նա, որից ամեն ազգատոհ սկիզբ է առնում։ Ամեն կենդանի բան նրանից է սկիզբ առնում։ Նրանից միայն կյանքն է ծնվում։ Նրանից երբեք մահը չի ծնվում։ Նրանից երբեք ոչ մի բանը չի ծնվում։ Նրանից ամեն բան է ծնվում։ Նա սկիզբ ու վերջն է ամեն ինչի։ Գիտեք, երբ որ ես կարդում եմ այսօր Աստվածաշունչը եւ ինձ սիրելի հատվածներից մեկը, երբ որ կարդացի Հիսուսի այդ գերեզմանի իրանը ունենալ չունենալու, գիտեք, գերեզմանի մեջ Հիսուսը դրվեց, բայց չունեցավ գերեզման։ Ինչու, որտեվ նա մեկ օր հայտնվեց մեզ եւ ուզեց մեր հետ հավիտյան մնա։ Նա մեկ օր եկավ այս գերեզմանների մեջ եւ այս մեր հոգեղեն աշխարհը նկատի ունեմ եւ մեր գերեզմանները սարքեց թագավորություն։
Եվ ես ուրախ եմ այդ թագավորի համար։ Եվ ես ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, ինձանից սկսած սիրելներս, այդ հարություն առած Քրիստոսին ամեն օր արժանավայել փառաբանություն եւ կյանք մատուցենք։ Ուզում ես, որ քո կյանքը այդ զորության մեջ շարժվի, ուզում ես, որ քո կյանքը լուսավոր եւ օրհնված լինի, շարունակիր հավատքի մեջ հաստատուն մնալ Հիսուսի հետ եւ քո սրտիդ որոշումը այսօր, եթե չես ունեցել, ես հրավիրում եմ, որ դու դա անես։ Կխնդրեմ, որ կանգնենք Տիրոջ ներկայության մեջ, սիրելներս։ Ուզում եմ, որ մի պահ մեր գլուխները խոնարհենք։ Խոնարհենք մեր գլուխները երկինք ու երկիր ստեղծողի առաջ։ Ես այսօր ուզում եմ մի առաջարկ անեմ նրանց համար։ Ես շատերը մարդիկ կան այստեղ, շատեր, որ ես չեմ ճանաչում ձեզ։ Բայց ես չգիտեմ ձեր պատմությունը, բայց մի բան գիտեմ։ Այն Հիսուսը, որի մասին ես խոսեցի նոր, այդ Հիսուսը այսօր պատրաստ է քո որոշմամբ քո սիրտը ընդունի, քո կյանքը ընդունի։ Ինչու եւ ինչպես, որովհետեւ նա չի ուզում դու մահանաս, ինչպես դա կանես, քո սիրտը նրա առաջ բացելով։ Քո սիրտը նրա առաջ բացելով եւ ասելով, որ Տեր, ես ուզում եմ, որ դու գաս իմ կյանքի մեջ։ Թող այս զատիկը ինձ համար զատվելու, առանձնանալու եւ քեզ ճանաչելու նոր պատմություն սկերտի։ Ուզում եմ սկսի իմ եւ քո նոր ճամփորդության պատմությունը։ Ուզում եմ ներես իմ մեղքերն ու հանցանքները։ Դու, որ ինձ համար խաչվեցիր, ուզում եմ, որ ես քո համար ապրեմ։ Եթե դու, սիրելի քույրս, եղբայրս, դերևս կյանքիդ մեջ այս կարևոր որոշումը չես արել, դերևս քո որոշումը չես հայտարարել Հիսուսի համար, այսօր ճիշտ ժամանակն է։ Ես ուզում եմ քեզ առաջնորդեմ այս աղոթքի մեջ։ Պատրաստ ես արդյոք քո սիրտը բացել Տիրոջ առաջ։ Նա քո համար, քո մեղքերի համար եկավ։ Նա ամեն բան արեց, որպեսզի դու դժոխք չգնաս։ Գիտեք, շատերը այնքան հումոր են արել դժոխքի մասին, դժոխքը կարծես թե արևի տակ կանգնելու պես մի բան է։ Դե ոչինչ, հովտեղ կկանգնենք չեն կզգա։ Ոչ եւ էլի ոչ։ Դա սարսափելի տանջանքներ են սատանայի հետ։ Դժոխքը երբեք մարդու համար եղած չի։ Դժոխքը երբեք չի ստեղծվել մարդու համար։ Դա չարի եւ նրա հրեշտակների համար է ստեղծված։ Եղբայրս, քույրս, մի գնա այդտեղ։ Հիսուսը մահացել, դրվել է գերեզման եւ հարություն առել, որ դու տեղ չգնաս։ Եթե դու չարձագանքես Հիսուսին, ցավում եմ, ուզես թե չուզես այդտեղ ես լինելու։ Դու գնալու ես այդտեղ, որովհետև քո ոտքերի տակ երկիրը փախնելու է։ Այլևս չես ունենա հաստատություն, որի վրա կանգնես, բայց այսօր որ կանգնած ես եւ շունչ կա քո փորի մեջ, դու ձայն ունես այսօր, եւ քո ձայնը որոշիչ ձայն է։ Հրավիրում եմ քեզ առաջ։ Արի այստեղ, առանց ամաչելու, կյանքը տուր Հիսուսին, որոշումը տասա իրան, ես քեզ կօգնեմ, մենք այստեղ ենք աղոթելու ձեր համար, այստեղ ենք որպեսզի օգնենք, որ դու քո կյանքի ամենակարևոր որոշման մեջ, առանց շփոթության, գիտակցաբար, քո կյանքը, քո սիրտն ու հոգին ընծայես նրան, ով կյանքի իշխանությունը, մահվան իշխանությունը ունի, քեզ տեղափոխելու մահից դեպի կյանքը։ Եվ եթե դու համաձայն ես այս խոսքերին, ես ուզում եմ հրավիրեմ քեզ, կարող ես գալ առաջ։ Եթե զգում եք, որ սիրելներս ամոթը բռնելա ձեզ, մի ամաչեք, երբեք չամաչեք։ Առաքյալն ասում էր, ես իմ ծնկերը ծռում եմ նրա առաջ, որից ամեն ազգատոհ, ամեն նահապետություն, ամեն կյանք սկիզբ է առնում։ Մեկ օր բոլոր իրենց ծնկերը կծռեն, որոշները հավատքով, սիրով, որոշները ստիպված, բայց չլինի դու քո ոտքերը ծռես ստիպված, որտեղ եթե այսօր դու քո ոտքերը սիրով չծռես, հավատքով չծռես, մի օր ստիպված ես ծռելու։ Եվ մի մտածիր, որ երկրից կամ նրա աչքերի առաջից թաքնված կմնաս։ Ոչ։ Դու ամեն իրավունք պետք է նրան տաս։ Նա տեղյակ է քեզնից, նա գիտի քո կյանքը, նա գիտի քո ապագան, նա գիտի այն ամեն ինչով պիտի անցնես։ Եվ ցավում եմ, բայց այդ ապագան ոչ միշտ է լուսավոր։ Երբեմն այնքան հարցեր կան, որոնք չեն պատասխանվում։ Բայց բոլոր անհայտությունները նրան են հայտնի։ Նա, ով կարող է մեզ փրկել, նա, ով կարող է մեզ բժշկել, նա, ով կարող է մեզ հարություն տալ մեռելներից։ Արի այսօր կյանքը դուր նրան։
դու ոչինչ չես կորցնում, դու միայն շահում ես, դու միայն վերցնում ես, ավելանում ես, դու միայն օգտվում ես, սա այն բիզնեսն է, որ միշտ շահով ես դուրս գալի, սա այն է, երբ որ դու քո ոչինչը, քո պարտությունները տալիս ես նրան եւ ընդունում ես նրա հաջողությունը եւ նրա օրհնությունը քո կյանքի մեջ։ Մի դադարիր, մի հապաղիր։ Կխնդրեմ, որ քո որոշումը անելու համար գաս առաջ եւ թարմացնես քո ուխտը։ Կրկին քո կյանքը խորը որոշումով եւ համոզումով նվիրես նրան։ Օրհնյալ լինի մեր Աստվածը, ամեն։ Եկեք ավելի զորավոր, ավելի հզոր փառաբանություն տանք նրան։ Փառքես Տեր։ Ամեն, ամեն։ Սիրելիներս, եկեք եւս մեկ երկով Տիրոջը օրհնենք եւ պիտի բաժանվենք, այսինքն այս սրահից պիտի գնանք, բայց խնդրանք սա ձեզ։ Շարունակեք ապրել Հիսուսի հետ, որտեղ էլ լինեք, ինչ վիճակում էլ լինեք։ Հիշեք, մեր նեղություններն ու դժվարությունները չեն կարող փակել նրա աչքերը։ Մեր մեղքերը կփակեն, բայց մեր դժվարությունները չեն կարող։ Դրա համար եկեք մեր կյանքը նրան ընծայելով, նրան փառավորենք եւ օրհնենք նրան։ Եվ ասենք. մեծարում եմ անունդ, ով Տեր, սիրում եմ երգել անվանդ փառք։ Ուրախ եմ, որ եկար կյանքիս մեջ, ուրախ եմ եկար փրկելու ես։ Ամեն։ Մեծարում եմ անունդ, ով Տեր, միասին։ Սիրում եմ երգել անվանդ փառք։ Ուրախ եմ, որ եկար կյանքիս մեջ, ուրախ եմ եկար փրկելու մեզ։ Մեծարում եմ անունդ, ով Տեր, սիրում եմ երգել անվանդ փառք։ Ուրախ եմ, որ եկար կյանքիս մեջ, ուրախ եմ եկար փրկելու մեզ։ Ցույց տալու աշխարհ եկար, մեզ մահից ազատելու, խաչված եղար, խաչից իջար գերեզմանից հուվարյալ, մեծարում եմ անունդ, ով Տեր, մեզ ճանապարհ ցույց տալու աշխարհ եկար, մեզ մահից ազատելու, խաչված եղար, խաչից իջար գերեզմանից հուվարյալ, մեծարում եմ անունդ, մեծարում եմ անունդ, մեծարում եմ անունդ, ով Տեր, սիրում եմ երգել անվանը, ուրախ եմ, որ եկար կյանքիս մեջ, ուրախ եմ եկար, մեզ ճանապարհ ցույց տալու, ասենք միասին, մեզ ճանապարհ ցույց տալու, աշխարհ եկար, մեզ մահից ազատելու, խաչված եղար, խաչից իջար գերեզմանից հուվարյալ, մեծարում եմ անունդ, ով Տեր, մեզ ճանապարհ ցույց տալու, մեզ ճանապարհը ցույց տալու, աշխարհ եկար, մեզ մահից ազատելու, խաչված եղար, խաչից իջար գերեզմանից հուվարյալ, մեծարում եմ անունդ, ով Տեր։ Ամեն միասին երգենք։ Քաղցրել քո այցելած վայրերը, ծարավ եկա քո առջև ընկա, Հիսուս կյանքիմ փրկություն, Say